Բուլկիներ ենք թխում։ Ամպի նման թեթև խմորով, շատ համեղ միջուկով եւ գեղեցիկ դիզայնով։ Եկեք թխենք։ Գոլկաթին ավելացնենք աղ ու վանիլ, խմորիչ, ավելացնենք ձվի դեղնուց, շաքարավազ, 1 ճաշի գթալ մայոնեզ, խառնենք եւ միասեռ մասա ստանանք։ Ավելացնենք ամբողջ ալյուրը եւ խմոր հունցենք։ Խմորը հունցելուց հետո ավելացնենք նաեւ փափուկ կարագ։ Կրկին հունցենք եւ ստանանք այսպիսի էլաստիկ խմոր։ Տեղավորենք մաքուրամանի մեջ, թողնենք հասունանա։ 1 ժամ հասունանալուց հետո խմորը կարող ենք օգտագործել։ Սա ունիվերսալ շատ թեթև խմոր է, որից կարող եք բազմաթիվ կարկանդակներ պատրաստել տարբեր միջուկներով։ Ուրեմն այսպես, խմորը տեղավորում ենք տախտակի վրա, բաժանում ենք 9-ից 10 գնդերի։ Գնդերը տեղավորում ենք տախտակի վրա, հետո գրտնակով բացում ենք, բաժակով կտրում ենք, օղակը վերցնում ենք, այսպես կլորացնում ենք, պարանի տեսք ենք տալ եւ օղակում մեր խմորը։ Ծայրը ամրացնում ենք եւ ստանում գեղեցիկ բուլկիներ։ Ծածկում ենք ու թողնում հասունանա։ Միջուկի համար կատնաշոռին շաքարավազ ձու, թթվասեր ու վանիլ ենք ավելացնում, խառնում եւ մի կողմ դնում։ Արդեն հասունացած խմորի երեսին դեղնուց ենք քսում, ավելացնում ենք միջուկն ու թխում։ Թխում ենք 190 աստիճանում մինչեւ կարմրել։ Ստանում ենք շատ թեթև ծակոտկեն ու նուրբ խմոր եւ կարող ենք ձևավորել զատիկի սեղանի համար։ Պահպանեք ու թխեք։